Ցանկացած դեպքում, եթե պաշտոնատար անձը կատարում է որևէ խախտում կամ, չգիտեմ, կա առերևույթ որևէ խախտման հանգամանք, որը կարող է մտահոգության տեղիք տալ, դա պիտի քննարկվի իրավաչափ process-ի շրջանակներում, որը որ կարող է լինել վարչական վարույթը, կարող է լինել կարգապահական պատասխանատվության սխեման եւ կարող է լինել քրեական վարույթը առհասարակ։ Հիմա ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, ասեմ, որ ներքին գործերի նախարարությունում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել եւ կարծում եմ կադրային փոփոխությունները շատ բնական են եւ որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա։ Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ որտեղ նաեւ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց որ տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն։ Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը որ կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ել ավելի թարմ աչքով նայելու, ել ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ։ Սա է եղել բացառապես պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը, պետք չի փնտրել ինտրիգներ, պետք չի փնտրել միջանձնային տարբեր հարցեր, պետք չի փնտրել այլ հիմնավորումներ, որոնք որ կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում։ Ցանկացած անձ հավերժ չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ եւ մի օր կարող է նշանակվել եւ հետագայում կարող է ազատվել տվյալ պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն։ Սա առաջինը եւ նորից անդրադառնալով մամուլի տեղեկություններին վստահաբար ես տեղյակ եմ, թե մամուլում ինչպիսի տեղեկություններ, ինչպիսի հիմնավորումներ են շրջանառվում, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։